Մարինա Ղազարյան, համեցեք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ կառավարության հարգելի գործընկերներ։ Հարցս ուղղում եմ ԳԳՄՍ նախարար Տիկին Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, անցած հարց ու պատասխանի ժամանակ խոսել եմ Կապանի թիվ 10 դպրոցի շենքային պայմանների վերաբերյալ։ Անցել է 2 շաբաթ, խնդրում եմ ձեզ, եթե կան լրացուցիչ հանգամանքներ պատասխանելու, թե ինչ է արվել ԿԳՄՍ-ի կողմից, մարզպետարանի կողմից հարցը մեղմելու համար։ Հարցին կպատասխանի նախարար Ժաննա Անդրեասյանը, համեցեք Տիկին նախարար։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, այո, դուք այս հարցով էլի դիմել էիք 2 շաբաթ առաջ եւ ես ներկայացրել էի իրավիճակը, որ մեր հիմնական խնդիրը դպրոցի շինարարության հետ կապված, որտեղ շինարարության որոշումը կապված է հողատարածքի որոշման հետ եւ խոսել էինք այն մասին, որ առաջարկվել են համայնքի կողմից հողատարածքներ, որոնք գտնվում են այս թաղամասից հեռավորության վրա, մոտավորապես 1 կիլոմետրի չափով, ինչը ավելի ուրեմն դժվարամատչելի կդարձնի գուցե այդ թաղամասի երեխաների կրթության կազմակերպումը, ուստի նաև ծնողների համար ընդունելի տարբերակ չէ, ինչ վերաբերում է այլ հնարավորություններին, ապա մասնավոր տիրույթում գտնվող որոշ տարածքներ կան, որոնք փոխհատուցման հետ կապված բավականին այդպես լուրջ խնդիրներ են առաջացնում գնի իմաստով եւ հիմա քննարկում ենք այն հնարավորությունները, որ այդ հողերը փոխանցելու ավելի ընդունելի տարբերակներ կարող են լինել, դուք մեզ նաև հավելյալ տեղեկություն եք փոխանցել այլ տարածքների մասին, որոնք հիմա նաև ճշգրտում ենք մեր գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ մարզպետարանի հետ քննարկել ենք մինչև նոր շենքի շինարարությունը դպրոցը ժամանակավորապես այլ վայրում տեղակայելու հարցն, ուսումնական process-ը կազմակերպելու, որովհետև նման հարցեր նաև բարձրացվել, ինչի ուսումնասիրության արդյունքում այս պահին նաև մարզպետարանի գործընկերների կողմից առաջարկվել է, որպեսզի դպրոցը շարունակի գործել իր շենքում, հաշվի առնելով, որ պայմանները այդ աստիճան անհապաղ խնդիր չեն առաջացնում, միևնույն ժամանակ հենց այս պահին մենք Կապանում կառուցում ենք այլ դպրոցներ, Կապանի թիվ 6 դպրոցը օրինակ, ինչը կօգնի ահագին թեթևացնել ծանրաբեռնվածությունը եւ զուգահեռ այլ վայրում կրթություն կազմակերպելու հնարավորությունները կմեծացնի։ Խնդիրը մեր ուշադրության ներքո է եւ որևէ ընդունելի լուծում գտնելու պարագայում միանգամից արդեն ընթաց կտանք նաեւ մյուս գործընթացներին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, երկրորդ հարցս ձեզ են ուղղել ֆիզկուլտուրայի ուսուցիչները, խնդրել են, որ ես փոխանցեմ, խնդրել են թեթևացնել հարցաշարը, նշում են, որ ավելի է բարդացել եւ երկրորդ հարցը նրանք նշել են, որ տոկոսային շեմը եթե հնարավոր է իջացնել կամ վերացնել, քանի որ նրանք ստրես են ապրում։ Ես խոստացել եմ, որ փոխանցելու եմ ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին։ Գիտեք, մեր կրթության խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք մեր երեխաներին էմոցիոնալ հասունության տանենք եւ սովորեցնենք դիմակայել ստրեսներին, հետեւաբար հասկանալով, որ մեր ուսուցիչներն էլ կարող են ստրես տանել, ես պետք է սա համարեմ ուսուցչի նաև մասնագիտական զարգացման բաղադրիչներից մեկը, որպեսզի մեր ուսուցիչներն էլ դժվարությունները հաղթահարելու այդ հասունությունը դրսևորեն եւ վստահ եմ, որ կդրսևորեն, ինչու, որովհետեւ մենք արդեն ունենք ավելի քան 6300 ուսուցիչներ, որ բարձր վարձատրություն են ստանում կամավոր ատեստավորված են եւ այս պահին ունենք 8400-ից ավել դիմում այս տարվա ատեստավորման, ինչը ցույց է տալիս, որ մեր ուսուցիչների շուրջ կեսը արդեն կամ համակարգի շահառու է կամ ուրեմն համակարգին
ինքնին դիմել է որպեսզի մասնակցի։ Ինչ վերաբերում է ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, նրանք եղել են նախարարությունում, հանդիպել են փոխնախարարի հետ, քննարկել են թեստերի հետ կապված բոլոր հարցերը եւ կա ընդհանուր նաեւ ըմբռնում, որ այս տրամաբանությամբ պետք է ատեստավորումը իրականացվի։ Շնորհակալություն։